Չեմ ուզեր ավելի սպասել, աղոթենք, սկսենք աղոթելով, սկսենք ամենաառաջ մտածելով, որ Աստված մեր մեջն է եւ Աստված է մեր կյանքը։ Կսիրեմ մի ամերիկացի եպիսկոպոս, որ միլիոնավոր հետևորդ ունի YouTube-ի վրա եւ կսիրե գրկնել ասելով, որ Աստված էակ չէ, Աստված էություն է։ Ինչ կնշանակի Աստված էակ չէ, Աստված էություն է։ Սա ինքը կարելի 8-10 ժամ Աստծոր մասին տարբեր ժամանակներ 5 րոպեով 5 րոպեհոն խոսած է եւ իրապես հակին բացատրության կարիք ունի այս խոսքը, որ Աստված էություն է։ Եվ երբ որ կմտածենք ամբողջ տիեզերքի առաջությունն առաջ ինչ կար, ոչ ժամանակ կար, ոչ տարածք կար, ոչ նյութ կար։ Այդ ամենը մեկ անգամ են ստեղծվեցին եւ ստեղծողը էակը չէ, որ այնտեղ դուրսն է եւ ստեղծում է, ինքը էությունն է։ Ինչպես մտածենք մի քիչ, որ այդ էությունը մեր մեջն է եւ մեզ հրավիրում է, որ իր հետը անձնական հարաբերություն ունենանք։ Աստված ցանկանում է լինել մեր հայրը, հայրն է այո, եւ որպես քրիստոնյա ինքը մեզ ընդունում է որպես իր որտեղյալ զավակները, որտեղված շատ չեմ սիրել գործածել, որովհետեւ այսօր որտեղվածը իրականության մեջ է ճշմարտապես մաս չի կազմում ընտանիքին։ Թողեմ այդ ամենը հրատարնանք եւ աղոթենք միասին հայր մերը 5-10 վայրկյան մտածենք, հետո միասին սկսենք։ Անհոր եւ որդվո եւ օգուն Սրբո ամեն։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, Եղեսի արքայություն քո, Եղեցին գամ քո, որպես երգինս եւ երգրի, ըստ հաց մեր հանապազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մեկ տոնք մեր սպարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, արբուրգյազ մեզ ճարե, զիկո արքայություն, եզորություն եւ պարկավիտյանս ամեն։ Տակույի խաղաղության աղոթյավասն մեր։ Կրոնակ գիտության եւ այս ամեն մեր գործունեության նպատակը ինչ է։ Նպատակը ճանաչել Աստծուն եւ ճանաչել ինչն է որ պիտի ճանաչենք։ Ամենաառաջ պիտի ճանաչենք Աստծո սերը։ Սա որքան կարևոր է որ մենք ճանաչենք եւ ընդունենք որ այո Աստված մեզ սիրում է, հակառակ մեր բոլոր դժգարություններին, հակառակ մեր բոլոր մեղքերին, հակառակ ամեն ինչին, նա մեզ սիրում է եւ խելակարի պես սիրահարված է մեզմով։ Իսկ մենք, որովհետեւ այդ փորձառությունը չենք ունեցել, որ մեկ մեզ անպայմանականորեն սիրի, որովհետեւ մենք չենք կարող ովևէ մեկին անպայմանականորեն սիրել, որովհետեւ մենք բոլորս ունենք կարմիր մի քիչ։ Եթե ովևէ մեկը այդ կարմիր քիչը անցնի, այլևս մենք իրեն չենք գնար ընդունել։ Եվ եթե մենք ուրիշի կարմիր քիչը անցնենք, ուրիշն էլ մեզ չի կարող ընդունել։ Բայց Աստված այդպես չէ։ Սա հոստերը չի բավեր հասկանալ։
պիտի չեցնենք դեպի մեր սիրտը։ Մեր սիրտի մեջն է, որ դա մի գիտելիք չէ, այլ մի ապրելակերպ պիտի լինի։ Ուրեմն, որքան կարևոր է, որ մենք կրոնակիցությունը տարբեր ձևով մոտենանք եւ կրոնակիցությունը տեսնենք Աստծո աչքով, Հիսուսի աչքով։ Հիսուս ինչպես տեսնում է այդ ամենը։ Հիսուսի հարաբերությունը ինչ է, ոչ միայն մարդկության հետ, այլ ամբողջ եզերքին հետ։ Եվ ուրեմն արարչագործությունը տեղի ունեցավ եւ միլիարդավոր տարիներ անցան եւ հավասիկ մարդ Արարածը մեջտեղ եկավ եւ Աստված այդ մարդուս հետ մի հարաբերություն ստեղծեց եւ այդ հարաբերությունը մեր պատմությունն է եւ այդ պատմությունը քրի առնված է, բայց ոչ այնքան հստակ ձևով։ Երկրորդ առաջ մեկում ասում էի, չկա մեկ նախատեսություն չկա ամբողջ Աստվածաշունչին մեջ, որ 2000 տարվա մեջ մարդիկ կարողացել են ամբողջությամբ մեկնաբանել։ Միշտ նորություն կա։ Ասկե 5000 տարի հետո էլի այդ նույն դողերը նոր իմաստներ պիտի ունենան, նոր ցե պիտի լինի այդ ամենը հասկանալու համար։ Ուրեմն այդ պատմությունը հասկանալը առաջին կորզն է, որ մենք պետք է անենք։ Ինչ է այդ պատմությունը։ Կանանցիկ ովքեր գսեն, որ Աստվածաշունչը մի երկար նամակ է գրված Աստծո կողմից, բայց որքանով Աստծո կողմից գրված է որպես պատմություն։ Ուզեմ հիմա ցեզի մի բզիկ պատմություն պատմել մի անձի մասին, որ այդ անձը իրապես կաթողիկ եկեղեցու համար չափազանց մեծ ներդրում ունեցավ Աստծո պատմությունը մեզ ներկայացնելու համար։ Ուրեմն մի երիտասարդ, որ զզված է իր եկեղեցին եւ օրմը այդ ժողովրդավետությունը, որ ինքը ապրում է, սրբազանը գալիս է այցելության եւ ինքը վիճապանում է սրբազանին հետ, վերջավորության ասում է, որ ես զզվել եմ, ես տոնում եմ կաթողիկ եկեղեցին։ Ուրեմն սրբազանը իրեն գսե, որ գուզեմ քեզի հանդիպել, վաղը արի։ Ուրեմն կամացայնվին երկրորդ օրը ժամը 7-ին պետք է գա եւ սրբազանը հույս չունի, որ կգա, բայց գալիս է, այդ երիտասարդը գալիս է 2 ժամ վիճապանելուց հետո սրբազան իրեն ասում է, որ տղաս ասում է գնա, բայց գիտեցի, որ ետ պիտի գաս եւ տոնում է եւ գնում եւ ուսումնասիրում է Աստվածաշունչը, լինում է բադվելի, փոխկական բադվելի եւ տարիներ բադվելության գործով զբաղվում է եւ ուսումնասիրում է Աստվածաշունչը։ Այդ ամենը իրեն համար հիանալի առիթ է լինում Աստվածաշունչը տարբեր անգույնից տեսնելու եւ ավասիկ վերադառնում է եւ այո լինում է կաթողիկ աստվածաբան Սուրբ Գրքի մեկնաբան անշուշտ չի կարող քահանա լինել, որովհետեւ ուսնասած է 3 զավակ ունի եւ
ահագին աշխատեց ուրիշ կաթողիկե աստվածապանների հետ, աստվածաշունչի մասնագետների հետ մեզ տվեց պատմությունը։ Ուրեմն ինքը ամենաառաջ բացատրեց, որ աստվածաշունչի մեջը, եթե որպես պատմություն գուզենք նայել, կան 14 կրկեր, ամենքը միասին այսօր 73 կրկեր են, բայց 14 հատը պատմական է, այսինքն պատմության մասին է, այդ ինչ որ մեկը մյուսին հետո տեղի ունեցավ, 14 հատը, իսկ մնացածը տարբեր կրություններ են, մեջը ամեն տեսակ ոճ կա, եւ սրա մասին ինքը տեսակ վիդեոներ շինեց եւ շատերին սովորեցրեց եւ վերջինը որ ես հանդիպեցի 3 տարի առաջ էր մի կաթողիկե վարդապետ որ այս անձի հետ համագործակցելով ինքը ամբողջ աստվածաշունչը ներկայացուց կաթողիկե աշխարհին եւ սկսեց այս ծրագիրը անգլերեն լեզվով անշուշտ ամերիկայի մեջ էր ինչ էր իր հրացը ինքը ամեն օր այդ վարդապետը կարդում էր աստվածաշունչից պատմական գրքերից եւ նաեւ մյուս գրքերից կարդում էր եւ սաղմոսներից եւ մեկնաբանում էր բայց ներկայացնում էր այդպիսի մի կերպ որ այդ հետևողականությունը կար սկսելով ծննդած գրքի առաջին մասը որ պատմությունն առաջ է մարդկային պատմության սկիզբներն է եւ կամած մինչեւ առաքելների գործերը մինչեւ նաեւ հայտնության գիրքը 365 օրվա մեջը ամբողջը ինքը ներկայացուց ես անցամբ իր ծրագիրը որտեղեցի ես եւս 365 օրվա մեջը ամբողջ աստվածաշունչը ներկայացուցի գարտալը ուրիշներն է որ գարտացին որովհետև ինձ ասվեց որ իմ հնչյունաբանությունս շատ հարմար չէ ավելի լավ է որ ուրիշը գարտա եւ անշուշտ ուրիշները գարտացին եւ ես մեկնաբանություն տվի եւ սկիզբը եւ վերջավորության 365 ուրեմն հազարեն ավելի անցիկ հայեր հետևեցին ասեմ որ 93-94% ոչ կաթողիկներ էին մեր խումբեն Ատամյան Արմենը ինքը հետևեց եւ մինչեւ այսօր հնարավոր է որ մարդիկ հետևեն եւ կարողանան սկսել ովը մի օր եւ ամեն օր շարունակեն նույնիսկ եթե մեկ երկու օր բաց տոնեն ոչ թե ամբողջությամբ բաց տոնեն այլ վերադառնան եւ շարունակեն որ բաց տողած էին սրա մասին ձեզ կներկայացնեմ հետո այսօր չէ ինչպես դուք կարող եք այս ամենը ունենալ եւ դուք եւս այսօր որոշ անցիկ ովքեր հետևեցին ծայր անշուշտ քրեցին շնորհակալություն հայտնեցին եւ նաեւ շատեր ասեցին որ հիմա այլևս կարողանում ենք հասկանալ աստվածաշունչը հիմա կյանքիս մեջը փոփոխություն կա մյուս կողմեն նաեւ ասեցին որ ոմանք որ սաղմոսները երբեք չէին կարողանում աղոթել չղայնանում էին սաղմոսները կարդալուց հիմա սկսան սաղմոսները կարդալ եւ աղոթել որովհետեւ սաղմոսները իրականության մեջ չափազանց գեղեցիկ աղոթքներ են 150 աղոթքներ
կամ մեջը մի քանի հատ որ մի քիչ վայրակ լեզու կամ մեջը որ բանջում է ասածս որ բաճե դեշնամիներին իրենց զավակները քարոքան տնե ինչպես բայց ընդհանրապես սամոսները շատ լավ աղոթքի քիրք են ուրեմն բոլոր նրանք ովքեր այդ արեցին հետս աշխատեցին նաև աշխատողներն մեկը այդ ամենի մեջը Սիրարպին է դին Սիրարպի Ավետիսյան ինքն էլ բավական աշխատեց այդ ամենի մեջը պատրաստելով ամեն օր որովհետև իրավես վիճխարի գործ մներ բայց բարգաստո կարողացանք այդ ամենը ներկայացնել ուրեմն այսօր ցեզի միայն բացատրում եմ այդ աշխատանքի մասին եթե գուզենք մենք քրիստոնեությունը հասկանալ, մեր կյանքը հասկանալ, շատ պետք է աշխատենք, չափազանց շատ պետք է աշխատենք։ Չի բավեր ասմեր հանդիպում միայն։ Այսօր ձեզ հիմա որոշ բացատրություններ պիտի դամ, թե ինչպես ես ակնկալում եմ եւ սպասում եմ, որ դուք աշխատանք տանիք եւ մի ծրագիր ենք որտեղում որ դուք պիտի կարողանաք այդ ծրագրի մեջը եւ վիդեոներ տեսնել եւ վիդեոների մասին հարցումներ, որոնց պատասխանները պիտի տաք եւ այդ պատասխանները ոմանք պիտի լինեն 3-4 պատասխան, որ մեկը պիտի ընդրեք, բայց ուրիշներ որ պատասխանը պիտի գրեք եւ այդ ամենը պիտի օգնեն, որ իրավես մտածենք եւ հասկանանք։ Ամենաառաջ ուզեմ ձեզ ներկայացնել եւ հիմա Լիլիթեն պիտի խնդրեմ, որ մեզ ցույց տա 3 րոպեանոց ռոլիկներ առաջինը ցույց պիտի տա եւ այդ առաջինը որ ինքը կարծեմ գերմաներեն լեզվով է որ եղած է բայց հետո թարգմանված է տարբեր լեզուների մենք եւս թարգմանեցինք անգլերեն լեզվից ուրեմն սա 73 ռոլիկ է եւ այս 73 ռոլիկների միջոցով ամբողջ մեր հավատքը բացատրվում է քրիստոնեությունը բացատրվում է սա ամենը նայելով կարող է որ շատ քիչ բան սարվեք բայց պիտի զարմանաք երբ որ սկսիկ մտածել եւ այս ամեն մեկի մասին 3-4 հարցում արդեն պատրաստված է եւ ցեզ պիտի դամ այդ հարցումները որպես այդ հարցումներին պատասխանը տաք դուք եւ նաեւ կուզեմ ցեզ հայտնել մի ճշմարտություն որ է լավագույն գերբը ով մի բան սորվեցներն է եւ որ դուն atku քիչ սորվածը աշխատիս ուրիշներին բացատրել ուրիշներին սորվեցնել այդ ժամանակ ավելի լավ կսորվիս առաջին լավագույն գերբը ուրիշներին սորվեցնելը նաեւ սորվելն է երբ որ կսորվիս եւ կսորվեցնես երկուքը միասին իսկապես մեզ առաջ կտանի որպեսզի մենք իրապես հասկանանք որովհետև երբ որ մենք բացատրություն կտանք չես գիտեր որ դիմացին հասկացավ կամ ոչ ուրեմն հիմա մենք առաջինը պիտի դիտենք եւ բան մեր WhatsApp-ի մեջը պիտի տնենք այս ամեն շարքը եւ պիտի կարողանաք դուք դիտել եւ պիտի ցանկանայի որ մինչև կալ երեքշաբթի կոնե 10 հատ դիտեիք եւ այդ 10 հատի հարցումներն ալցեզի կդամ այդ հարցումներին մասին մի քիչ մտածեք եւ կալ երեքշաբթի օրը դրա մասին խոսենք Լիլիթ ուրեմն լսենք այս ամենը
Ինչ է մարդը։ Եթե ուզում ենք հասկանալ ով է մարդը, որն է նրա նպատակը եւ կյանքի իմաստը, ուրեմն լավ կանենք սկսենք հենց այստեղից։ Փոცხից։ Տարօրինակ է հնչում, բայց գործում է։ Ինչ է փոცხը։ Ենթադրենք, որ դուք նախկինում երբեք չեք տեսել փոցխ։ Ինչ կանեք։ Դուք հավանաբար մոտիկից ուսումնասիրեք դրա տարբեր մասերը, եւ թե ինչպես են դրանք մեկ ամբողջություն կազմում։ Առաջին բանը, որ կնկատեք, փայտյա երկար իրն է։ Դա կարող է կոթ լինել։ Կա նաև մետաղական մասը։ Դա մի քիչ նման է բացվածք ունեցող ատամնաշարի։ Փոքր բաները կկարողանան անցնել այդ բացվածքով, իսկ մեծերը կկարչեն։ Այսպիսով, երբ նայում ես փոცხին, տեսնում ես կոթով եւ մետաղական ատամներով առարկա, որը կարող է մեծ իրերը բռնել։ Շնորհավորում եմ։ Սա հենց այն է, ինչ փոցխն իրենից ներկայացնում է։ Ուստի, եթե ուզում ենք հասկանալ իրերի բնույթն ու նպատակը, ապա պետք է զննենք դրանք։ Լավ, ուրեմն վերադառնանք մարդուն եւ այս մեթոդը օգտագործենք նրա նկատմամբ։ Առաջին բանը, որ կարող ենք տեսնել, այն է, որ մարդը ծավալ ու կշիռ ունեցող ֆիզիկական առարկա է, ինչպես քարը։ Բայց դեռ ավելին, նա կենդանի էակ է։ Նա սնվում է եւ մեծանում, ինչպես բույսերը։ Կովի եւ մյուս կենդանիների նման մարդն ունի զգայարաններ, որոնք նրան թույլ են տալիս ընկալել շրջակա միջավայրը։ Բայց կա եւս մի բան, որով նա տարբերվում է մյուս արարածներից, նույնիսկ շատ ուշիմներից։ Մարդն ունի խելք ու կամք։ Այս երկու կարողություններով նա կարող է ճանաչել իրերը եւ սիրել դրանք։ Այս կարողություններն են, որ մարդուն դարձնում են առանձնահատուկ։ Այս հմտության շնորհիվ կարող ենք նաև պատասխան տալ հարցերի հարցին. Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչու է մարդն այս աշխարհի վրա գտնվում։ Եթե բանականությունն ու կամքը մարդուն բնորոշող կարողություններ են, ապա պատասխանը սա պետք է լինի. մարդն այս աշխարհում է ճանաչելու եւ սիրելու համար, եւ սա չի սահմանափակվում պիցցայանոց գնալու եւ այնտեղի սնունդը սիրելու կարողությամբ։ Ոչ, այս կարողությունը ուղղված է ավելի վեհ բաների, ճշմարտության իմացությանը եւ բարու հանդեպ սիրուն։ Հետևաբար մարդն այս աշխարհում է ճշմարտությունը ճանաչելու եւ բարին սիրելու համար։ Բայց միթե կյանքի իմաստն ավելին չէ, քան սա։ Միթե մարդու վախճանը եւ նպատակը կապված չեն Աստծո հետ։ Իհարկե, ահա թե ինչպես։ Ասացինք, որ մարդն աշխարհում է ճշմարտությունը ճանաչելու եւ բարին սիրելու համար։ Այժմ ինչ կլինի, եթե մարդը շրջվի դեպի բարձրագույն ճշմարտությունն ու վեհագույն բարին։ Դա կպատահի, երբ մարդը կրոնի ճանապարհը բռնի, քանի որ Աստված հենց դա է բարձրագույն ճշմարտությունը եւ վեհագույն բարին։ Ահա թե ինչու կրոնագիտությունը պատասխանում է այն հարցին, թե ինչու ենք այս աշխարհում։ Այս կերպ մարդն այս աշխարհում է Աստծուն ճանաչելու եւ սիրելու համար։ Նա, ով ճանաչում եւ սիրում է Աստծուն, նրան կծառայի եւ երջանիկ կլինի նրա հետ երկնքում։ Որևէ մեկը կցանկանա արձագանքել այդ տեսածին վերաբերյալ։ Այսօր պես 72 հատ եւս կա, որ խոսում է ամեն ինչի մասին։ Խոսքն հասկանալու համար պետք է զննել եւ հասկացանք, թե որն է մարդու կյանքի իմաստը, հարցերի հարցը դա է։ Եվ մարդու կյանքի իմաստը ճշմարտության իմացությունը եւ բարին սիրելու կարողությունը գտնելն է, այդ ճանապարհը այդ ուղին գտնելն է։ Եվ Աստված հենց ինքը բարձրագույն ճշմարտությունը, վեհագույն բարին է եւ հենց սա է իր մեջ պարունակում կրոնագիտությունը։ Շատ բարի եւ շատ ասեն հագիր ծավալ կարողացար այդ ամենը ներկայացնել շատ լավ է։ Եվ նաև մի հարց տամ, ասելով որ առաջին անգամ
լսողը եւ շատ բան չիմացողը իրեն վրա ինչպես կազդե այս տեսակ ռոլիգը։ Ուրեմն իմ մոտ կարելի է ես խոսեմ Հայր Անտոն։ Այո, Հա, առաջին արձագանքը ինձ թվում է, երբ որ այս ռոլի գնայ մարդը, պիտի մի պարզ ճշմարտություն իր համար դարձնե ֆիքսված, որ ինչ որ բան հասկանալու համար պետք է նախ սննենք, ուսումնասիրենք։ Ամենաառաջին բանը ինձ թվում է դա է, որ մարդու մտքով կսկսե անցնել։ շիլագ է, այո։ Եվ եթե հարց տամ, ասելով, որ ինչպես պիտի ազդե, որովհետև հիմա այս ամենը մեկոմեն պիտի նայենք, որ որքանով սա մենք պիտի կարողանանք եւ յուրացնել եւ ուրիշին ներկայացնել, սկսելով մեր ընտանիքը, մեր չորս կողմը, եւ այդ գիտությունը, որ ես ծեր կբերեմ այս ամենի մեջը, որքանով դա հաջելի մի ցև է եւ ես պիտի կարողանամ նաեւ եթե անցամ չբացատրեմ ուրիշին եւ ուրիշին դամ, որ ուրիշը ինքն էլ գիտե։ Եվ հիմա եթե ես այս ռելիգին հետը 4-5 հարցում դամ, որ ստիպեմ եք ումա մի քիչ ավելի մտածել, կարծեմ շատ հաճելի մի բան կլինի, որպեսզի հետաքրքրենք ուրիշներին եւ այդ ուրիշները, որոնց մասին խոսում եմ, ոչ միայն երեխաներն են, այլ նաեւ չափահասները, որովհետեւ իրականության մեջը չափազանց շատ է թիվը հարցերին, որ մարդիկ կդան մեծեր եւ փոքրեր համալսարանի պրոֆեսորներ կամ բարձ մուրացկաններ իրենց կողը շատ հարցեր կան, որ նույնն են, ինչ որ վերաբերվում է մարդուս կյանքի մասին, մարդուս կյանքի նպատակի մասին, այդ ամենի մասին հարցերը բոլորը նույն են, որովհետև բոլորս էլ ունենք նույն մարդկային բնությունը, այդ մարդկային բնությունը, որ ունենք, դա է, որ մեզ միացնում է իրար եւ միասին կարող ենք զրուցել, իրար հասկանալ եւ իրար հետ համագործակցել։ Ուրեմն, ինչպես ասեցի, ավասիկ արդեն Լիլիթը մեզի տվեց այդ ամբողջ բանը լինքը ցանգին եւ այդ ցանկը որ բանակ 73 հատնալ հետևի կարող եք դիտել, բայց ինչպես ասեցի, եթե կարողանաք մինչև գալ 3 շաբթի օրը դասած դիտել եւ նաեւ շաբթվա երկրորդ կեսին, այսինքն 5 շաբթի կամ ուրբաթ օրը ցեզի հարցեր ալկոդամ 5 հատի մասին միայն չեմ ուզեր շատ արագ երթալ, ուզեմ որ ավելի մոտիկեն ուսումնասիրեք այս ամենը։ Սա մեկ։ Ուրեմն, ուզեմ իմ սա դատար դալի այս խոսակցության եւ կալ այդ բանին, որ ուրբաթ օրը միայն 3-4 հոգի էինք, մյուսները տարբեր պատճառներով չկային։ Եվ ես սկիզբեն գիտեի, որ ուրբաթ օրը հարմարակույն օրը չէ։ Իսկ հարմարակույն օրը որն է։ Ուրեմն խնդրեմ ձեզանից յուրաքանչյուրից խնդրեմ, որ գրեք այս մեր WhatsApp-ի մեջը, մեր խումբի մեջը գրեք եւ ասեք ինձ դվեք 2 հարմարակույն օրերը շաբթվա ձեզ համար։ Եվ որ դա կուսամ 2-3 օրեն այդ ամենը գունենամ եւ որ գունենամ եւ ձեզի կարաճարգեմ թե որ մեկ օրերը հարմարակույնն են եւ մեր
Շաբթվա երկու օրերը, որոնք պիտի լինեն։ Նույնիսկ երգիշաբթի օրը ես կարող եմ փոխել, որովհետև ես չեմ կապված որևէ մի տվյալի, որևէ մի օրվա շաբթվա։ Ես ամեն օր պատրաստ եմ ցես հետ լինելու։ Որովհետև իմ սրտից չափազանց մոտ է այս ամբողջ հարցը։ Ուրեմն, այսօրվա սկսյալ կարող եք եւ նաեւ մյուսները, ովքեր այսօր մեր հետ չեն, որովհետև հիմա միայն 9 հոգի ենք, ընդեր 4-5 հոգի եւս կան, կարծեմ, եւ նաեւ ցեզ մե խնդրեմ, որ եթե անցիկ ճանաչում եք, որ կարող են հետաքրքրվել եւ հետաքրքրությունը թող չլինի միայն որ պիտի կարողանան դպրոցի կամ խումբի մը սովորեցնել, այլ իրենք սովորեն սա մի բաց գրանակիտության դասընթաց է, որ նույնիսկ եթե 100 հոգի ունենանք, խնդիր չի գա, եւ որքան կարողանանք ավելի եւ ավելի խորանալ այս ամենին մեջը եւ սա ձեզ համար առիթ է, որ կարողանաք ձեր ամենա կարևոր եւ ամենաբանախոր հարցերը կրոնքի մասին կրնակ տալ եւ իրավակույնս կանեմ ձեր հարցերին պատասխանները դալ, եթե ունիմ, եթե չունիմ, մաշուշ գիտեմ ուրեղեն կարող եմ ես այդ ձեր հարցերի պատասխանը գտնել եւ ձեզ ներկայացնել։ Ուրեմն, այսօր պատ օրը հանդիպում չենք ունենալ մինչև որ ես ձեզի չլսեմ եւ դուք ինձ չասեք, որ մեկ օրերը ձեզի հարմար են։ Մյուս կետը, որ ինչ որ ասեցի, այս ռոլիկները դիտելն է եւ նաեւ որքան որ մեկ անգամ են ամենը դալը շատ է, նաեւ գուզեմ ցեզ տալ այդ 365 օրվա մեջը ոչ աստվածաշունչը եւ կարտալ եւ հասկանալ այդ ամենին բանալ գուդամ ցեզի լինքն ալ գուդամ որովհետեւ կարողանաք հետևել սա ինչպես ասեցի 1000-ն ավելի գսեմ 1000-ն ավելի որովհետեւ չեմ գիտեր ճիշտ թիվը որովհետեւ նաեւ մենք սա դվեցինք ամեն օր ռադիո Մարիամեն ինչպես գիտեք ռադիո Մարիամը ես եմ որ սկսել եմ եւ մինչեւ այսօր ես ռադիո Մարիամի հետ համագործակցում եմ այսօր եւս ես քեզ շամ հոնդեր հարցերի պատասխանների տալիս շամի 24 ինչ වෙցեմ նաեւ աս ռոլիկներն ալ որ պատրաստեցինք այդ ժամանակ ես ռադիո Մարիամի դնորենն էի երբ այդ ռոլիկները պատրաստեցինք շատ բաներ կան, որոնց մասին կուզեմ խոսել, շատ բաներ կան, որ կուզեմ դուք ձեր հանգստի մեջը կարողանաք դիտել, լսել, մտածել եւ նաեւ գրել։ Իսկ նաեւ այսօրվա մեջը երկու օրեն կուզեմ ցեզի ներկայացնել մի բաննա չգիտեմ ինչպես եմ թղթիկ որ կուզեմ ցեզ ավելի լավ ճանաչել ցեզանից յուրաքանչյուրի եւ ուր ապրում եք որտեղից եք որովհետեւ ունենք եւ Ռուսաստանից կարծեմ եւ Վրաստանից եւ Հայաստանից նաեւ ունենք տարբեր տարիքների անցիկ այդ ամենը ուզեմ ավելի լավ ձեզ ճանաչել որովհետեւ այդ ինչ որ ես բացատրություն եմ տալիս այդ ամենը իմիջ ունենամ ոսած ժամանակս կարծեմ Լիլիթը պատրաստած է հիմա միայն ցեզի ցույց կտամ եւ մեկ երկու օրեն ցեզի խոսենք թե ինչպես դուք պիտի կարողանաք այդ դերտիգը լրացնել Լիլիթ կգարտաս
Անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, ծննդավայր, բնակավայր, ինչ կրթություն ունեք, մասնագիտություն, աշխատանք, մկրտված եք, ամուսնացած եք, ձեր ամուսնությունը որ եկեղեցով է վավերացվել, երեխաներ ունեք, ինչ տարիքի են, երեխաները մկրտված են, ինչ նախասիրություններ ունեք, հոբիներ։ זה շատ ընդհանրական մի բան մնե եւ պետք է կարողանաք այս ձևով ինձ ավելի ձեր դերություններ դա։ Հիմա սա այդպես պիտի լինի, որ ինտերնետի վրա Google-ով է որ պիտի լրացնեք եւ անշուշտ միայն ես եմ որ պիտի տեսնեմ այդ ձեր դվյալները ուրիշին չպիտի բանեմ հայտնեմ բացի անշուշտ մեր սրբազանին որպեսզի սրբազանալ ավելի լավ կապար ունենա այդ ամենի մասին հարցեր ունեք եւ ձեր գարցիկը ինչ է այս բանը հարցաթերթիկի մասին լավ գնի որ խոսիկ գիտեք Հարցեր չունենք, Հայր Անդոն, նորմալ է, որ դուք էլ տեղեկություններ ունենաք բոլորի մասին, նորմալ է հարցաթերթիկի գոյությունը լրացնելը։ ուրիշը որ բամությունի ասելու բամջիամ լավ կրոնագիտության մասին հարցեր ունեք ովևէ մեկը ովևէ հարց ունի կցանկանա որ պատասխանեմ Հայր Անդոն, կարելի է անշուշտ այս ամբողջը որ ուսումնասիրենք, լսենք, սովորենք, վերջնական ինչ-որ նպատակ հետապնդում է, թե ուղղակի զուտ տեղեկություններ Աստծո եւ կրոնագիտության մասին։ լավ ես ուրեմն այդ հարցը որ հիմա դրեցիք կտնեմ նաև այդ հարցաթերթիկի վրա եւ տեսնեմ որ ձեր նախընտրանքը ինչ է եւ ձեր նպատակը ինչ է ինչու համար գուզեք բաներ որովհետեւ սա իմ մտքից մեջ է անշուշտ առաջին հարցումներն մեկն է թե մարդը ինչու բամիլա եւ երբ որ խոսում եմ այս ձևով գուզեմ ձեր ուշադրության հասնել որ մարդս ովևէ մի բան որ անում է կարող է տարբեր նպատակներ հետապնդել այդ ամենը երբ որ մեկը դպրոց է գնում այսօր միայն գիտելիքներ հավաքելու համար չէ այդ դպրոցում այդ փոխհարաբերությունները որ ստեղծվում է աշակերտների միջև ուսուցիչների հետ ամբողջ համայնքի մեջ այդ ամենը միասին պատրաստում են այդ անձը լման անձը որ պիտի լինի մեր ազգի ապական ուրեմն կրոնագիտության համար նույն ձևով կարելի է նայել թե ինչ ենք փնտրում ինձ համար երբ որ ես սկսել եմ կրոնագիտությունը սովորել ես ովևէ ուրիշ նպատակ չունեի բացի Աստծուն ավելի լավ ճանաչել բայց ժամանակին ընթացքում է որ այդ ամենը իմ մեջս ավելի եւ ավելի զարգացավ եւ ցանկություն ունեցա ուրիշներին հաղորդել իմ սորվածս եւ սա այլևս իմ մեջս մի մղիչ ուժ է որ ոչ օգնություն գիտեմ ոչ բան մինչև վերջը գուզեմ շատ ուրիշներին բանել ներկայացնել այս ամենը եւ այսօր եթե մտածելու լանք ինչ-որ ես առաջին օրն եմ մտածում եմ եւ աղոթում եմ մենք այսօր Հայաստանի մեջ կարիք ունենք առնվազն 10,000
անցած ովքեր կորոնագիտությամբ զբաղվեն ոչ թե միայն իրենք սորվելու համար, այլ նաև սորվեցնելու համար։ Առնվազն 10,000 պետք ունի։ Եվ 10,000 իրականության մեջ շատ քիչ է, չափազանց քիչ է։ Մենք 10,000 նույնիսկ քահանաների պետք ունենք։ Այսօր եթե մենք 5-6 եթե մենք ունենանք 100,000 անցիկ ովքեր կորոնագիտությամբ կզբաղվին, կսորվեցնեն կրոնքը, քիչ է։ Եվ պետք է դեռ սկսենք։ Իմ ցանկությունս առաջին տարին, որ ես Հայաստան եկա, իմ ցանկությունս այն էր, որ մենք խոսել կարողանայինք մի կոլեջ ստեղծել եւ կոլեջին մեջ սովորեցնել, որովհետեւ երթան եւ սովորեցնեն։ Բայց ասված հարմար չի տեսավ, չեմ գիտեր, ասված հարմար չի տեսավ, ուրիշները չի տեսան, ինչ եղավ, չեմ գիտեր, բայց խնդիրը հոն է, որ չստացվեց։ Եթե ոչ ես առաջին տարին, որ եկած էի, 2002-ի հոկտեմբերին եկած եմ, 2003-ին, մեկ տարի չանցած, ես ծրագիր գրած էի, հողամաս մգար, հողամասը բանը քաղաքապետարանը պատրաստ էր մեզ դալու Գյումրիի մեջը, եթե վրան շինություն կառուցեինք, բայց չստացեց։ Եվ ես այդ ժամանակ նախանցեի հողականներին, որովհետև ավետարանականները ունեին արդեն իրենց կոլեջը եւ դարեկան մինչեւ այսօր 30-40 հոգի կպատրաստեն, որ կրոնագիտությամբ իրենք առաջ երթան եւ անոնց մեկ ոմանք սովորեցնում են ուրիշներին։ Մեկ մասը իրենց համար է, մեկ մասը սովորեցնում են։ Եվ մեր մոդալ այդ ծավով պետք է լինի։ Այսինքն նպատակը չափազանց լայն է։ Ուրիշ հարցեր կան։ Լավ, միգեցնեմ հիմա, բայց մեր հաջորդ հանդիպումին մենք անպայման հակին կորզունի կանելիք։ Եվ ծրագիրը կուզեմ կամաց ձեզ ներկայացնել, որպեսզի եւ ձեզ ավելի ճանաչեմ ինչ որ ձեզ ներկայացնում եմ եւ նաեւ ձեզ ярիցը դամ, որ կամաց ամբողջ ընթացքին մեջը մտնեք եւ յուրացնեք, որ սա լինի ծեր աշխատանքը, ծեր իրականությունը եւ ոչ թե միայն ինչ որ հայրանդուն խոսում է, այլ այդ ձեզ կուզեմ տալ ամեն տեսակ գործիքներ, որ դուք կարողանաք ինքնաշխատությամբ առաջ երթալ եւ ոչ միայն սա մի դժվար բան է, միտք է Հայաստանի համար, որովհետեւ նաեւ համալսարանների մեջ Հայաստանի համալսարանները ոչ միայն դարբեր են եվրոպական եւ արևմուտքի համալսարանները, արևմուտքի համալսարանները ուսանողներին մինչև վերջը տանբարտականություն են տալիս, կորց են տալիս, որ երթան եւ անեն։ Իսկ հոստեղը, ինչ որ լսած եմ, գնալավոր սխալ լսած եմ, դասախոսը խոսում է, վերջնալ դելատրում է, որ որոշ բաներ կրեք, եթե քիրք ունի քիրքը գարտակ, եւ անոր մասին բաննա
ծնություն անցկացնեք, բայց արտասահման այդպես չէ, արտասահման թուն ես, որ պիտի պնդրես, թուն ես, որ պիտի կդնես, թուն նաև իրականության մեջը կհիշեմ մի ընկեր ունի, մի մաթեմատիկոս ընկեր ունեի, երբ որ նոր եկած էի Հայաստան, վախճանած է, այդ անձը ասում էր, որ իր կովը, իր համալսարանի մեջը ինքը աշխատում էր այդ բոլոր երիտասարդների հետ եւ այդ երիտասարդները իրեն համար բրբոդումներ անում էին, որպեսզի նոր թեզեր, նոր բաներ կարողանան գտնել։ Եվ հիմա ցանկությունը դա պիտի լինի, որ դուք բոլորդ այնքան գիտենաք աստվածաշնչի մասին, այնքան գիտենաք կրոնքի մասին, որ իրապես դուք ձեր մասնակցությունը բերեք եւ կարողանաք ձեզ ամեն մեկը հոդվածներ կրել, YouTube-ի մեջ բաներ տնեք, որ ցույց տաք, որ այո, մեր ժողովուրդը գիտելիքներ ունի, կարող է ամբողջ հասարակությունը փոխել։ Եվ այս ամենը հնարավոր է տարբեր ձևերով իրականացնել։ Միասին աշխատելով եւ մանավանդ աղոթելով միասին, այս ամենը Աստծո օգնությամբ կիրականանա։ Ես ապահով եմ։ Որևէ բան կուզեք ավելացնել։ Հայր Անդոն, մի բան ճշտեմ, հա, եթե կարելի է։ Ասացիք, որ մինչև 3 շաբթի 10 հատ ռոլիկ նայենք, բայց մինչև ուրբաթ 5 հատը։ Այդ 5 հատը ուղղակի ուշադիր նայենք, դուք հարցեր պիտի ուղղեք հետո։ Չէ, մինչև բան 5 հատը, մինչև 3 շաբթի օրը 5 հատը ուշադիր, Ահա։ դա դիտեք, բայց 5 հատը ուշադիր եւ այդ 5 հատի մասին ցեզի հարցեր պիտի ուղարկեմ։ Հա, Ուղարկեմ ուղղակի մենք ուսորը։ հա։ Արզ է։ Բզիկ բանը խնդիրներ կան, որ գուզեմ այդ ամեն խնդիրները լուծել։ Այդ իմաստով, որ հիմա այդ հարցումները չեմ ուզեր WhatsApp այնքան ծանրաբեռնել։ Կուզեմ հանդեպ մենք գայք ունենանք, բամ ունենանք, որ ցեզի link կղարկեմ եւ դուք այդ link-ով երթակ հոնդերը եւ այդ ամենը ունենաք։ Ինչպես որ հիմա ցեզի link-ը ուղարկվեց, որ երթակ Hovanani.am-ի մեջը այդ ռոլիկները բանենք, բայց նաև այդ ռոլիկները գտնվում են բանի մեջը YouTube-ի վրա։ Բայց լինկը բանի միջոցով է, Hovanani.am-ի միջոցով է։ Դա գիշարված է ոնդեղ, բան YouTube-ի մեջը ամեն դեղ է, տարբեր դեղեր է։ Կուզեմ կրծածի շապ բարս լինի եւ արդյունավետ։ Առանց ժամանակ կորցնելու մենք մեր գործին։ Մանավանդ, որ մեկը ես չահելների չափ չեմ տիրապետում այս համակարգչային գիտելիքների, ինձ համար մի քիչ դժվարություններ կան այս առումով։ Կվարժվես։ Ահագին շատ բաների վարժվել եմ, բայց դեր խնդիրները շատ կան, որ սովորելու կարիք կա։ Բավարար, բայց ինչպես որ ասում եմ, շատ բան է։ Քեզի մեկ հատ բանը լինկը որ այսօր եկավ WhatsApp-ի վրա, անիկա քեզի 73 հատին բանն է, լինքն է։ Մեկ դող։ Շատ լավ է, շնորհակալություն։ Okay։ Լավ։ Նորեն սպասում եմ, ուրիշ մեկը ոչ մեկը չուզեր խոսիլ։ Կամ բանը դուք ձեր անունը դրած եք ոնդեղ եւ թողել կացել եք արդյոք։ Այս իրարբի կացել, հոնես կամ երեխաներով զբաղվես։ Թե ստերեմ հայրանդը։ Հա։ Քնծրեցի տղայիս ընթացքում մեկին։ Բայց լսել եմ ամբողջ ընթացքում։ Հա։ Շատ լավ։ Հարցեր բան չկա։
Դե վիդեոներին ծանոթ եմ, նայել եմ մի անգամ չէ, մի քանի անգամ նորից կվերանայեմ։ Առաջադրանքներն է կկատարեմ։ Շատ բարի։ Ուրիշով պիտի խոսի։ Ես ոչ Ես մեկը կուզեմ ձեր չգիտեմ, բոլորին, ինձ համար իրանք գիտեք։ ես կուզեմ ձեր բոլորի ցայնը լսել, գիտեք, ես ձեր բոլորի երեսն ալ տեսնալ։ Լավ, եթե չգուզեր, բարի գիշերս եմ, մինչև կալ հանդիպում։ Ուրեմն ապահով չի որ պատորվա հանդիպումը, մինչև որ ինձ չսեք եւ մույսներին ալ, եթե դա ծանոթ եք մույսներին ալ ասեք, որ անպայման բանն արձագանքեն եւ երկու կարևորագույն կամ հարմարագույն օրերը մեզի ասեն։ Շատ Okay, լավ։ Հակալություն, ասացել եմ։ Բարի գիշեր։ բարի գիշեր։ Բարի գիշեր։